Բարի երեկո սիրելիներ, այնպես ինչպես միշտ այսօր եւս եկեք սկսենք տերունական աղոթքով, որովհետեւ Աստվածային իմաստությամբ եւ առաջնորդությամբ լան մեր սերտողությունները։ Աստվածին առաջնորդե մեզ, ինք իմաստություն տա մեզի, ինք թող իրապես բացադրողը լա եւ մենք պատրաստ լանք մեր ականջները բաց լսելու իր պատկամները եւ այդ պատկամներով նաեւ պատրաստ տվելու քալիք բոլոր տեսակի փորձություններով, քալիք բոլոր տեսակի դժվարություններով։ Մանավանդ երբ ունենք հավատքի եւ վստահությունը, ինչպես Պողոս Արաքյալը պիտի ասե, եթե Աստված մեր կողքին է, ով կրնա լալ մեզի հակառակ։ Եկեք այս վստահությամբ եւ այս հավատքով մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սորվեցուցած աղոթքը այսօր մենք աղոթենք եւ ասենք. Հայր մեր, որ հերգինս ես Սուրբ Եղիցի անունքո, եկեսի արքայություն քո Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըս հաց մեր հանաբազոր դու մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես մեկ թող մերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն այլ բրգյազ մեզի չարեն, զիկոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն, իմաստություն հոր Հիսուս, դուր մեզ իմաստություն, սպարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջիկո ամենայն ժամ, իչար խորհրդոց, իբանից եւ իգործոց բրգյազ մեզ, եւ ողորմյա քո արարածոց եւ մեզ բազմամեղածս ամեն։ Մեր այսօրվան Սամոսի հատվածը սիրելիներ 73-րդ Սամոսեն, որում վերնակիրն է արդարության հաղթանակը, իրավ որ Աստված բարի է իր ժողովրդին հանդեպ, անոնք, որոնք սրտով մաքուր են։ Ես գրեթե գործընծուցած էի հավատքս, սխալ քայլի թիմելու վրա էի, որովհետև նախանցեցա անօրեններուն, երբ որ տեսա ամպարիչներուն հաջողությունը, որովհետև անոնք ցավ չեն տեսներ, նույնիսկ մահվան ժամանակ, նեղություն չունին ուրիշներուն պես, անոնց աչքը չարիքեն չի կշտանար, անոնց միտքը ամպարիչ խորհուրդներով կհորդի, ձաղրանքով ու չարությամբ կխոսին, անոնք կսեն, Աստված ինչպես պիտի գիտնա մեր ըրածը, ահա նույն այս ամպարիչները հաջողություն կգտնեն եւ կբազմացնեն իրենց հարստությունը։ Ուրեմն զուրդեղ ես իմ սիրտս մաքուր վահեցի եւ ձեռքերս մեղքի մեջ չթաթախեցի։ Այս մասին շատ մտածեցի եւ փորձեցի հասկանալ, բայց ինձի դժվար թվեցավ։ Հասկացա միայն այնադեն, երբ Աստուծո սրբարանը մտա եւ իմացա ամպարիչներում վերաբահված վախճանը։ Երբ հոգիս թարնացած էր եւ սիրտս խոցված, հիմարացեր էի անասունի պես եւ չհասկացա, որ տուն հետս ես։ Քու խորհուրդներովդ զիս կառաջնորդես եւ ապա փառքով պիտի ընդունիս զիս։ Երկնքի մեջ ով ունիմ քեզ մեզատ, երկրի վրայալ քեզ մեզատ մեկը չեմ ուզեր։ Աղոթենք եւ Աստծո ողորմությունը խնդրենք սիրելիներ։ Աղոթենք եւ Աստծո ողորմությունը խնդրենք, որովհետեւ արդարն Աստված, ողորմած Աստված, բարեկուտ, անոխագար, նայի մեզ մեր յուրաքանչյուրին իր ողորմությամբ եւ կտությամբ։ Եվ մեզ իրապես առաջնորդե, որովհետեւ մենք հասնենք այն խաղաղ նավահանգիստը, որ դերը ինքը պատրաստած է։ Եկեք հետևաբար, ուր որ ենք, բահմը թատրեցնենք ամեն ինչ, եւ իրավես կետրոնանանք աղոթքին, եւ Աստծուց մենք խնդրենք ողորմություն, եւ ասենք. Դեր
Մարդասեր Աստված, Թուն որ այնքան սիրեցիր ու դակամին կսիրես մարդարարածը, որը ստեղծեցիր քու պատկերովդ և նմանությամբ և սակայն մեղքի պատճառով ինգավ այդ պարկեն, գործընծուց այդ վայելքը և դարձավ անարակ, սակայն քու սերը թանքից չծկեց քեզ, այլ աշխարհ գրգեցիր մինչև իսկ քու միածին որդիդ, մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, որպեսզի անոր պատարակումով, անոր խաչելությամբ, մեզի վերստին դաս այդ փառքը, մեզի վերստին դաս այդ վայելքն ու գեղեցկությունը քու պատկերիդ և նմանությանդ։ Այսօր որքան գարիք ունենք, որքան գարիք ունենք ու ներկայությանդ և խաղաղությանդ, քու սիրույթ, քու հոգածությանդ, ուստի նայել մեզ վե յուրաքանչյուրին, ողորմի մեզի, բժշկե մեզ, մխիտարե մեզ, ու մանավանդ ամեն բանի առաջ մեր մեղքերուն կավություն և թողություն շնորհե, որպեսզի արժանի ելանք երկնքի արքայությանդ, արժանի ելանք ժառանգորդները դառնալու, արժանի ելանք հավիտենավեզ քու ներկայությունդ վայելելու, քավե ու ները մեր մեղքերը, հիշե նաև բոլոր այն բարակաները, որոնք աղոտ կբարձրացնեն խունգի նման, բժշկության, առողջության, ընտանեկան սեր միության, իմաստության և քու ողորմությանդ և կրթությանդ նայել յուրաքանչյուրին, ընտանեկան բարականեր, որոնք աղոտ կբարձրացնեն իրենց ընտանեկան սեր միության համար, իրենց ամուսիններուն, իրենց գողալիցներուն համար, իրենց զավակներուն համար, որոնք խավարի մեջ են դակավին, իրենց այն զավակներուն համար, որոնք խավարի ուժերու դիրաբեդության և ըստվության վիճակի մեջն են, ազատես իրենք, քու լույսիդ բեր, իսկ այսօրվան սերդողության համար այնպես ինչպես միշտ այսօր ևս կխնդրենք քեզ մե, որ Տուն առաջնորդես մեզ
Թուն իմաստությունը դաս ծարայիդ, բանաս մեր ականջները, որպեսզի լսենք ու պատկամներդ, բաց մեր սրտերը, մեր հոգիները, մեր մտքերը, որպեսզի կարողանանք հասկանալ, որտեղ այդ պատկամները այնպիսին են, որ մեզ կպատրաստենք ու կալուստիդ, պատկամները այնպիսին են, որ մեր մտքերը, մեր աչքերը, մեր ամբողջ էությունը կլուսավորեն, պատկամները այնպիսին են, որ մեր հոգիներուն սնունդ կմատակարարեն։ Ուստի կխնդրենք քեզ մեզ, որ դու առաջնորդես մեզ, որպեսզի ճիշտ, ուղիղ ու ճշմարիտ սնունդ կարողանանք ունենալ մենք այսօր։ Ինչպես նաև միշտ։ Դու ինքդ սորվեցուցիր եւ ըսիր, երբ որ գաղութիկ այսպես հաղորդեցեք, ըզհաց մեր հանավազոր դուր մեզ այսօր։ Այսօր ալ մեզի դուր այդ հոգևոր սնունդը։ Այսօր ալ մեզի դուր մեր այսօրվան հանավազորիա հացը։ Եվ այդ հացը ուրիշ բան չէ, թե ոչ քու խոսքդ, քու ներկայությունդ, որպես այդ բոլորին փառքը, այդ բոլորին վայելքը մենք կարողանանք ունենալ։ Երկրավոր այս կյանքին սկսյալ մինչև հասնելու երկնայինին։ Ինչպես մարգարեն Սամոսներում մեջ պիտի ասե, երկնքի մեջ մեկը չունիմ քեզ մեզած, երկրի վրայալ չեմ ուզեր ուրիշ ովևէ մեկ ունենալ, որում միայն քեզի գվայել է, փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ մինչև հավիտյանս, ամեն։ Բարի երեկո սիրելիներ, աղոթքի մեջ հիշեցինք եւ Աստծուց մենք խնդրեցինք, որ փանա մեր մտքերը, փանա մեր ականջները, որպես այսօրվան պատկամները լսենք այնպես մը, ոչ որպես դեղեցություն։ Այսօրվան պատկամները լսենք այնպես մը, ոչ որպես անցյալի նսված խոսքեր, այլ այսօրվան պատկամները լսենք այնպես մը, որպես հիմա առայժմ դեր ինքը կխոսի մեզ մեր յուրաքանչյուր։ Հիմա առայժմ դեր ինքը բացատրե մեզ մեր յուրաքանչյուր։ Այնպիսի պատկամներ, որոնք մեզ կպատրաստեն, այնպիսի պատկամներ, որոնք մեզ մեր առջև կլուսավորեն, մեր ճամփան, մեր շավիղները, մեր ճանապարհը, այնպիսի պատկամներ, որոնք կլուսավորեն մեր միտքը, որպես կարողանանք ինչ որ տեսնենք, նաև հասկանանք այդ բոլորը։ Որտեղ այսօրվան Սամոսները, որ կարդացինք, խորքի մեջ յուրաքանչյուրի Սամոսն է, որտեղ յուրաքանչյուրս կանցնենք այդ վիճակին, ինչպես Սամոս 2-ն ինք անցավ այդ վիճակին։ Քիչ մնաց կսե, որպես ես մոլորեի, քիչ մնաց, որպես ես սահեի, սայտակեի, քիչ մնաց, որ ես շեղեի, հավատքս գործընծնեի, և ինչն էր պատճառը այդ բոլորի։ Երբ որ տեսա ամփարիչներուն հաջողությունը, երբ որ տեսա, թե ինչպես անոնք կհարստանան օրեօր, և երբ որ կսկսեմ համեմատել իրենց կյանքը իմ կյանքիս հետ, իրենց կյանքը մյուսին կյանքին հետ, ապա կտեսնեմ, որ անոնք նեղություն ալ չեն գրեր, նույնիսկ մահվան անգոյնի մեջ ալ չեն չարչարվիր գսե, և սկսամ մտածելու, և չգրցամ բռնել և հասկանալ, և քիչ մնաց, որ ես ալ անոնք ճամփան բռնեի գսե, ես անոնց օրինակով ապրեի, որտեղ վերջերջո մարդ արարածներ ենք, երբ որ կտեսնենք, թե ինչպես ամփարիչը, անօրենը, անարդարը, այնպիսի հաջողություններ կարձնակրել, և ճիշտ Սամոս 2-ին բառերով այսօր մենք կսենք նույնը, թե արդյոք ես ինչու ինքս մաքուր բանեցի, ինչն էր առավելությունը, որ այս անօրեններեն ու ամփարիչներեն հեռու մնացի, երբ որ անոնց հաջողությունները կտեսնեմ և ասոնց դիմացնեմ իմ ցախորդությունը չսեմ, բայց չկա կարծեք այն նույն հաջողությունը, ինչ որ իրենք կրնան ունենալ կամ ունին, և կսա այս բոլորը չգրծա հասկանալ ես, ինչու և ինչպես, շատ մտածեցի կսա այդ մասին, բայց չհասկացա, միայն հասկացա այն ադեն, երբ որ կու սրբարանդ մտա, և սրբարանը մտնել կնշանակե Աստծո ներկայության դիմաց կանգնել, սրբարան մտնել կնշանակե Աստծո ներկայության առջև քալ և խոնարհությամբ
լսել եւ տեսնել, թե Աստված ինքը ինչ պատրաստած է։ Եվ ահա այնադեն միայն գրծա հասկանալ գսե, թե ամփարիշներում վախճանը ինչ է եւ ինչպես է։ Այլապես ես ինքս դուրս եկա, ինքս գործածուցի, հավատքս քրեթե պիտի գործընծնեի եւ դարձած էի գսե անասունի պես մորնալով, որ դու միշտ ինձ հետ ես։ Եվ ամեն մեկուս վիճակն է սիրելներ։ Սամոս 2 գարցետ կթարնա թարգմանը, թարգմանիչը, մեզ մե յուրաքանչյուրին։ Մենք հաջող նեղություններ եւ դժվարություններ ունենանք։ Մենք հաջող մեր շուրջը գտեսնենք մարդիկ, որոնք ինչպիսի արցանակություններ, ինչպիսի հաջողություններ կարցանակեն։ Եվ բան մգսկսինք մտածել, այս մարդը ոչ սասված կճանչնա, ոչ հավատք ունի, ոչ այս ունի, ոչ այդ ունի, ընդհակառակը ասորանոր իրավունքը կխլե, ասորանոր իրավունքին դեր կդառնա։ Եվ առողջ փառոքալ գաբրի կարծեք իր կյանքը։ Եվ հաջող նաև կմեծարվի, հաջող նաև կբարգեւադրվի, եւ կսկսենք հարց տալու։ Ասենք այս բոլորը ինչպես տեղի ունենա։ Եվ կսկսենք մտածելու ուր է արդար Աստված կոչվածը։ Ուր է այն Աստվածը, որ չի միջամտել այս բոլորը տեսնելով անթերց։ Մենք շատ կմտածենք այդ մասին։ Մենք հաջող անպատասխան կմնանք։ Այո, ինչու՞։ Որտեղ կփորձենք մարդկային դրամապանությամբ լուծումներ գտնելու, մարդկային դրամապանությամբ հարցումի պատասխանը գտնելու։ Բայց տեսեք ինչ կսե Սամոս 2։ Հասկացա միայն այն ադեն, երբ ու սրբարանդ եկա, եւ ինձ ցույց տվիր։ Եվ ինչու է այս համեմատությունը եւ ինչու է այսօրվա Սամոսը։ Որտեղ ինչպես Սամոսներու մեջ, նույնպես նաև Արագած գիրքը սիրելներ այսօրվա մեր հատվածը 21-րդ գլուխ 10-րդ համարեն ըստսյան ճիշտ այդ երևույթի մասին կխոսի։ Եվ եթե երբեք ամեն անգամ նախքան սերտողությունը Սամոսներ ունենք, այդ Սամոսները կփորձենք նաև համեմատել եւս, ոչ թե բարձրապես հայդակրի մեջ սերտողության ընթացքին մաս եւ բաժին բերել Սամոսներեն, բարձրապես իբրև աղոթք արդասանելու կամ իբրև աղոթք ունենալու սերտողության սկիզբին։ Այն նաև այդ հատվածները մեզի ցույց տալու, թե ինչպես Աստվածաշունչը որպես մեկ ամբողջություն, անիգա Ալլա Արագած գիրքեն եւ կամ անիգա Ալլա Սամոսներեն եւ կամ Մարգարեական գիրքերեն կամ Նոր Գտագարանի գիրքերեն անուն խորքի մեջ մեզի կներկայացնեն մեկ ամբողջությունը, Աստծո ծրագիրը։ Եվ այդ ամբողջությունը Աստվածաշունչ կոչված մեզի կներկայացնեն մարդ Արարածը իր երկու այսպես ասած խմբավորումներով։ Այն մարդը, որ Աստվածային իմաստությամբ կառաջնորդվի, եւ այն մարդը, որ գմերժի Աստվածային իմաստությունը եւ գգտնի, գվստահի իր գիտության, իր մարդկային կարողություններուն եւ դրամապանության։ Եվ այսօրվան աշխարհին դրված ուրիշ բան չէ, եթե ոչ ճիշտ այս երևույթը։ Այսօր մենք հաջող ինչպես կապրենք իբրև մարդ Արարած։ Այսօր նույն խմբավորումները կան։ Խմբավորումը, որ ունի եւ գհենի, գգրտնի, գվստահի Աստվածային իմաստության, եւ անով գարաշնորթվի ու գարաշնորհուզի առաջնորդվի իր կյանքը, եւ կամ գա մույս խումբը, որ ընդհանրապես կմերժե։ Եվ տեսեք այնպես ինչպես որ անցյալի Սամոսներում մեջ իշխված էր։ Ամփարիշները ինչ պիտեսեն, գծաղրեն, գհետնեն, եւ ինչ կսեն։ Աստված ինչպես կրնադեսնեն մեր հրացը, ով կրնադեսնեն մեր հրացը, մենք ամեն ինչ կրնան գնել, որտև ուժը մեր ցերկն է, հարստությունը մեր ցերկն է, իրավունքը մեր ցերկն է։ Այսօր ինչպես է տրվածքը, այսօր նույնն է տրվածքը։ Այսօր կտեսնենք ինչպես մարդ Արարած կոչվածը, ոչ թե որ երկրի, որ ազգի, որ քույնի, որ սերի կվատկանի, մարդ Արարած կոչվածը։ Լանիգա արևելք ապրող, արևմուտք ապրող, Հիսուս ապրող կամ հարավ ապրող մարդ Արարածը, Աթամեն ծնած Աթամը, մարդը, ինչպես կմտածե, այս սևով կմտածե։ Ով կրնադեսնեն մեր հրած անօրենությունները, ով կրնադեսնեն մեր հրած ամփարշտությունը, ով կրնադեսնեն մեր հրած քողությունը, զրբարությունը, ադելությունը, թշնամությունը, փառությունը, պատերազմը, եւ ով կրնագեցնել այս բոլորը, ոչ ոք։ Այս է մարդկային դրամապանությունը եւ դրամատուրգությունը։ Եվ հավասիկ այս երևույթին դիմաց այն փոքրիկ բաժինը, որ կփորձի արդարությամբ ապրի, որ կփորձի Աստծո կամքին համաձայն ապրի, հաճախ կդժվարանա, հաճախ կներվի, գնդվզի, բորտկում կապրի եւ ուկասելու համար։ Ուրեմն իզուր դեր մենք այս ծևով կապրինք,
մաքուր կյանք մը գաբրինք, արդար կյանք ու գուզենք ապրիլ, Աստծո կամքին համաձայն գուզենք ապրիլ, տեսեք աշխարհը ինչպես կապրի, ինչպիսի հաջողություններ կարձանագրեն։ Բայց արագած գիրքն ալուկա նույնը կփոխանցե մեզի։ Սամուսներում մեջն ալ նույնն է, որ կփոխանցե մեզի։ Եվ հետևաբար այս մտքերով, երբ որ այսօր նույն վիճակի մեջ ենք գանցնենք, ինչ ենք անելու, ինչպես ենք այդ բոլորը թիդելու, դրամափանելու, հանցն առնելու։ Որտեղ այնպես ինչպես Սամուսներու բարքային, այնպես ինչպես որ Սամուսներու հեղինակի ինքը բանը հասավ ինքնա սայթակելու, ինքնա գարձեք ծևոմը իր հավատքը գործընծնելու, բայց ամիջապես այդ ըսկաստության հրավիրվեցավ, մենք նույնը գրնան գլալ։ Բոն համար գզգուշացնե, այնպես ինչպես իր անցին, նաև այսօր մեզ մը յուրաքանչյուրին, երբ որ այդպիսի վիճակի մեջ ըլանք, երբ որ այդպիսի մարդիկ մեր թիմաց հայտնվին, եւ մենք հարց սկսենք տալու, եւ հաճախ այդ վիճակները մեզ շփոթեցնեն, մեզ փորձեն մեր հավատքեն, մեր էությունեն դուրս բերել մեզ, զգուշանանք ինչ են գնելու, եւ արագած գիրքը այսօրվան հատվածը ճիշտ այդ երևույթը նաեւ մեզ պիտի բարձե այսօր։ Հասած եք սիրելիներ 21-րդ գլուխ, 10-րդ համար արագած գրքին։ Եթե ունիք Աստվածաշունչերը ձեզ հետ վստահաբար գսե այսպես ամփարիշ մարդուն հոգին չարության գծանգա ու անոր ընկերը անոր արջև շնոր չի գտներ։ Ամփարիշ մարդուն հոգին չարության գծանգա։ Որը դրամապանական է սերներ քիչ արջև որսվեցավ։ Խումբը մարդիկ արդայնության եղանակ մնեցել մնե բարձվես։ Խումբը մարդիկ, որոնք ուզեն, գփափակին եւ այդպես ալ գաբրին աստվածային իմաստությամբ եւ առաջնորդությամբ, իսկ խումբը մարդիկ, որոնք կմերժեն այդ աստվածային իմաստությունը եւ կուզեն հետևել, կուզեն ապրել, կուզեն աշխատել, կուզեն քոյադեվել, կուզեն հաջողություններ արձանագրել իրենց մարդկային գիտությամբ։ Բայց երբ որ աստվածային իմաստությամբ կառաջնորդվիմ, ուրեմն կնշանակի ինչ ամբողջ իմ գետրոնացումս, իմ միտքս ամբողջությամբ լեցուն է այնպիսի խորհուրդներով, որոնք կհամապատասխանեն Աստծո կամքին, որոնք կհամապատասխանեն Աստծո իմաստության։ Եվ հետևաբար եթե աստվածային իմաստությամբ կառաջնորդվի իմ կյանքս, ինքնաբերաբար ինչ որ կմտածեմ, այդ մտածումներս են, որ ինչ տեղի ունենա, գործի պիտի վերածվի։ Եվ անորամարալ, երբ որ կխնդրեմ Աստծուց մեն, իմաստություն դուր, Հոր Հիսուս, Հորի իմաստությունը Հիսուս, դուր ինձ այդ իմաստությունը, որովհետեւ ըստ այնմ բարին խորհիմ խորհուրդներս բարին լան եւ ըստ այնմ այդ խորհուրդներս խոսքի վերածվին եւ ըստ այնմ այդ բարի խորհուրդները կորձի վերածվին։ Ուրեմն մնայուն ինչպիսի ցանկություն կա մեջս աստվածային իմաստության։ Եվ եթե երբեք աստվածային իմաստությամբ է, որ գարաշնորթվի իմ կյանքս, նաեւ ինչ բարի ցանկությունը կրնամ ունենալ, բարիին ցանկությունը, որտեղ եթե երբեք աստված միան ինք բարին է, եւ երբ որ Աստծուց մեկը խնդրեմ առաջնորդություն, երբ որ Աստծուց մեկը խնդրեմ իմաստություն, Աստված երբ որ ինձ կունա այդ իմաստություն, այդ իմաստության հետ նաեւ ինչը պիտի դա, բարին խորհելու, բարին խոսելու եւ բարին կործելու։ Իսկ եթե երբեք աստվածային իմաստությամբ չեմ առաջնորդվիր, ինչն է որ պիտի խորհիմ, չարն է որ պիտի խորհիմ, չարն է որ պիտի խոսիմ, չարն է որ պիտի կործեմ։ Բարձ եւ հստակ եւ դրամապանական։ Նայած ինչպիսի միտքեր կան, այդ միտքերն են, որ խոսքի կամ գործի պիտի վերածվի։ Որտեղ ամեն ինչ նախ եւ առաջ կսկսի ուղղե միտք հասկացողութեն, ուղեղին մեջ, հոն է որ կկազմավորվի այսպես ասած միտքը, խորհուրդները, եւ ժամանակ կպահանջի հարմար արիտը, որովհետեւ այդ խորհուրդները խոսքի վերածվին, որովհետեւ այդ խորհուրդները, այդ միտքերը, ծրագիրները կյանքի վերածվին, գործնական դառնան։ Եվ հստակորեն կայևս է, ամփարիշտի միտքը, սիրտը, ինչպիսի խորհուրդներ ու գծանգա, չարության, որը նաև Աստվածաշունչ Մատյանը հստակորեն գսե սիրելիներ, մարդ Արարած կոչվածը իր ծնունդեն չար է, այնպես ինչպես Պողոս առաքյալը հստակորեն գսե իր նամակներում մեջ, մարդկային բդուղները հետևյալներն են, Սուրբ Հոգիի բդուղները հետևյալներն են։ Ուրեմն հաջող երբ որ հարց կտան, ինչու մեզի կուքան այսպիսի չար խորհուրդներ, ինչու մեզի կուքան այսպիսի չար ցանկություններ, որովհետև մեր մտքերը լեցուն չեն աստվածային իմաստությամբ։
Մեր մտքերը չեն կենտրոնացած աստվածային խորհուրդներում վրա, աստվածային խոսքին, աստվածային իմաստության վրա։ Մենք հաճախ կխնդրենք աստվածային իմաստությունը, դուր մեզ այդ իմաստությունը, բայց որքանով երբ որ գդրվի մեզ այդ իմաստությունը, մենք կկենտրոնանանք այդ իմաստության վրա։ Եվ կամ մենք կխնդրենք այդ իմաստությունը, եթե նույնիսկ դրվեցա մեզ այդ իմաստությունը, կարծես մեր կողքին կբահենք եւ կսկսենք դարձյալ շարունակել մեր մարդկային դրամապանությունը կամ ծրագիրը կամ միտքը կամ խորհուրդները ինչ որ է։ Եվ ճիշտ հոս է հետևաբար, երբ որ իմ միտքս ամբողջությամբ կկենտրոնացնեմ բանի վրա, եւ այսինքն եթե երբեք այդ բան կոչված աստվածային իմաստությունն է, աստվածային փառությունն է, ուրեմն ինչ դուրս պիտի գա։ Փառություն։ Անորամար է, որ նաև ժողովրդային հասկացողությամբ արտահայտություններ որ կանգսվի, ինչ որ գծանեմ, պիտի հնցեմ։ Եթե փառություն գծանեմ, փառություն պիտի հնցեմ։ Եթե չարություն գծանեմ, չարություն պիտի հնցեմ։ Եվ ուրգե որ պիտի ցանեմ, որպեսզի նաև ըստ այնմ հնցեմ, միտքերս, իմ խորհուրդներս, երբ որ փառեր կարտասանեմ, որոնք անբաճաճ են, Աստծո գամքին համաձայն չեն, Աստծո իմաստության համաձայն չեն, ուրեմն ուրգե են եւ ինչ են։ Եվ ադորամար առաքյալը գսե, փորձությունները որ կան եւ գլան ընդառավես ինչ ուրգե կան, մարդկային ցանկություններ են եւ չարի թրթում են։ Այլևս սիրելիներ, եթե երբեք աստվածային ներկայությունը գա, եւ մնային աշճերս ինչպես Սամոս 2-ն գսե, մնային իմ շրջերս երբ որ գփանաս, բաց իմ շրջերս ով դեր եւ քեզի օրնություն մի երկե։ Մեր մտքերը հաջող ինչու լեցուն են այլ եւ այլ խորհուրդներով, որոնք մարդկային խորհուրդներ են, մարդկային ծրագիրներ են, մարդկային մտքեր են, ցանկությունները եկած ինչ երևույթներ որոնք կփոխին։ Եվ ադորամա տեսեք հստակորեն գուկա եպս է, ամպարիշտին սիրտը, եւ ասկի առաջ մենք տեսած ենք, սիրտ կոչված է կնշանակի խորհուրդները։ Ամպարիշտին սիրտը, ամպարիշտին խորհուրդները ուրիշ բան չի ցանկար, եթե ոչ չարություն։ Որտեւ անց ինքը խորքի մեջ այդպիսին է։ Մարդ հարարած ինքը իր ծնունդեն չար է, իր ցանկությունները թեւի չարը դանող, թեւի չարը կացող։ Հիսուս Քրիստոսով է, որ միայն գերբարարափոխվինք։ Ինչպես Հիսուս Քրիստոս ինքս է, միայն Սուրբ Ոգիով գրնաս, երբ որ վերստին գծնիս, Նիկոդիմոսին երբ որ խոսեր Քրիստոս, երբ որ վերստին գծնիս, որի առաջին ծնունդը իբրև մարդ ծնունդ է, մարդ արարած ծնունդ է, երկրորդ ծնունդը հոգևոր ծնունդ է, հոգիեն ծնածն է, վերստին վերեն ծնածն է, երկնային ծնունդն է, առաջին ծնունդը երկրավոր ծնունդն է, մեր մարդկային միտքերն են, մեր մարդկային ցանկություններն են։ Ուրեմն ամփարիշտ մարդը որ մարդն է, այն մարդն է, որ արդարություն չուզեր գործել, այն մարդն է, որ արդարության գոմնագից չէ, այն մարդն է, որ ընդհանրակը արդարությունը գոմնագող է, ուրիշին իրավունքը կխլե, այդ է ամփարիշտ մարդը, անօրեն մարդը, անարդար մարդը։ Եվ հետևաբար այդ մարդին ինչ դուրս կգա, եւ այդ մարդուն մնայուն ցանկությունը ինչ կլա, եթե ոչ չարություն։ Եվ Արագած գիրքը հստակորեն կներկայացնի։ Ամփարիշտին սիրտը չարության է, որ կցանկա։ 11-րդ համար։ Եթե ծաղրող անձը դուքանքի ենթարկվի, միամիտը իմաստուն կլա, եւ եթե իմաստունը խրատվի, գիտություն կստանա։ Սիրելիներ, այս հատվածը, այս համարը մեզ կհիշեցնե հետևյալը, որ ընդհանրապես մեր արարքները, որ գնենք, կկատարենք, կամ հետևանքներ, որ ունենանք մեր արարքներու, իբրև պատասխան, իբրև արդյունք, կկարծենք անոնք միայն մեզի համար են։ Մոռանալով սակայն, որ անոնք նաև իրենց օգտակարություն ունին մեր շրջապատին։ Եվ ադորամար այս համարը, 11-րդ համարը գուքա եւ կհիշեցնե, եթե կսե ծաղրող անձը կդուքանվի, կբաճվի, որքան առավել ևս միամիտ մարդը ինչ է որ կստանա, իմաստուն կլա, իսկ երբ որ իմաստունը կխրատվի, գիտություն ցեր կծկե։ Գնշարի հաջող ծաղրողները երբ որ կդուքանվին, ծաղրողները երբ որ դուքանքի կենթարկվին,
Միամիտ մարդ այդ խեղճ մարդը չէ միջարոց, Աստվածաշունչի մեջ միամտությունը մեկ միտք ունենալ կնշանակի, սկզբունքի դեր մարդ ըլլալ կնշանակի, այնպես ինչպես Քրիստոս երբ որ պիտի լրգեր իր աշակերտները քարոզչությանը։ Եղեք աղանդիներում ես միամիտ, միամտությունը մեկ միտք ունենալ կնշանակի։ Հագարակը երկմտության, երկմիտ կնշանակի երկու մտքի վրա, ինչպես հաջող ժողովրդային բացատրությամբ կսենք, երկու թերի վրա խաղացող մարդ։ Միամիտը կնշանակի մեկ միտք ունի, հստակորեն գիտե ինչ բանի կհետևի։ Ուրեմն միամիտ մարդը իդես ամպարիշտին, ծաղրողին, որ դու քանքի ենթարկվի, իրեն համար ինչ ցերծկած կլա, իմաստություն ցերծկած կլա, այսինքն ինքը գոպտվի ուրիշի փորձառութենեն եւ Երանի անոր, որ գոպտվի ուրիշի փորձառութենեն։ Երանի այն մարդուն, որ ուրիշի ցաղորդությունը իրեն համար ինչ կդառնա, արից սորվելու, նախքան ինք հասնի այդ վիճակին եւ նախքան ինք ինա այդ փոսը։ Եվ առավել ևս երբ որ այսական իմաստունն է որ կխրատվի, ինչ ցեր կծկե, գիտություն ցեր կծկե։ Եվ գիտությունը այս բարակային բարձ գիտության մասին չէ, թվապանություն գիտնալ կամ գիտություն բնագիտության մասին խոսքերը չեն, այլ գիտություն ցեր կծկե կնշանակե Աստծո գամքը գիտնա։ Թե այս բոլորը ինչու պատահեցան, այս բոլորը ինչու կպատահին, արդյոք Աստված ինչու գարդոն է, արդյոք Աստված ինչու կթույլատրե, արդյոք Աստծո գամքի մեջ, Աստծո ծրագրի մեջ այս բոլորը ինչ տեղ ունին։ Տեսեք տարբերությունը եւ այս երկու խմբավորումի անձնավորություններն է, որ Արագած գիրքը մեզի կներկայացնի։ Մարդը, որ կհետևի եւ գուզե առաջնորդվի Աստվածային իմաստությամբ եւ ինչպիսին գլանոր կյանքի թրվածքը, մարդը, որ ընդհանրապես հագարակ է եւ ճուզեր Աստվածային իմաստությամբ առաջնորդվի իր կյանքը։ Շարունակենք։ Արդարը խոհեմությամբ ամպարիշտին դունը գտիդե եւ ամպարիշտները չարության համար գործանին։ Արդար մարդը խոհեմությամբ ամպարիշտին դունը գտիդե երբ որ ամպարիշտը չարության պատճառով իր դունը գործանի։ Քիչ առաջվա Սամոսենուն առաջին դողերն են սիրելներ։ Երբ որ գսե իրապես Աստված իր ժողովրդին նկատմամբ, իր ժողովրդին հանդեպ բարի է, որովհետև իմ մեջս նախանցը արթնցավ, երբ որ տեսա գսե ամպարիշտին աջողությունը։ Եվ այստեղ տեսեք ինչ գսե։ Իմաստուն մարդը, արդար մարդը խոհեմությամբ կտիդե ամպարիշտին դունը, թե ինչպես պիտի գործանի։ Քիչ Սամոսներում մեջ նա լսած էր, չհասկացա այս բոլորը, մինչև որ կացի Աստուծո սրբարանը մտա եւ հոն ինձի ցույց տրվեցավ ամպարիշտին վախճանը։ Ուրեմն խոհեմ մարդը, արդար մարդը, Աստուծո իմաստությամբ առաջնորդված մարդը, այն մարդն է, որ համբերությամբ կսպասե Տիրոջ կալուստին, համբերությամբ կսպասե Տիրոջ օգնության։ Եվ այդ ամպարիշտին դանը վրայով չի նախանցի, որտեղ մեր նախանցը գրնա քրքրել այդ երևույթը։ Գիտեք, երբ որ կտեսնենք ամպարիշտին հաջողությունը, մեր մեջ ինչն է որ գարտնա, այդ նախանցը գարտնա։ Թե ինչպես կրնալը, որ այդ ամպարիշտը ամեն տեսակի իր անօրենություններով հանդերձ հաջողությունը կգտնե։ Եվ կսկսի մեր մեջ նախանցը արտանալու։ Արդյոք մենք էլ այդ ճամփան բռնենք, արդյոք մենք էլ այդ կյանքի ընթացք ունենանք, այդ կյանքի ցևը որտեգրենք։ Բայց կսե որ ոչ։ Արդար մարդը խոհեմությամբ ամպարիշտին դունը գտիդե եւ կսպասի անոր տան գործանումին։ Ոչ թե ուրախության համար է, սխալ չհասկանան գարդայությունը։ Այնպես չէ որ ուրախանա արդար մարդը լսելու անտես գուդունը դա քանթվեցավ, այդ իմաստով չէ։ Ընդհանրակը դակավին արդար ու խոհեմ մարդը, իսկական ճշմարիտ արդար ու խոհեմ մարդը, դակավին չսելու համար աղոթքի կգանտնի այդ ամպարիշտի տան փրկության համար։ Որ թող որ նաև Աստված իր լույսը ծագեցնի այդ տան մեջ, որովհետեւ այդ տանն ալ փրկվի, որովհետեւ Քրիստոս նաև արիթում այդպես պիտեսեր, երբ որ Զաքեոսին դունը քնած։ Եվ ինչ ասավ։ Դուրսը ժողովուրդը եւ այդ ժողովրդի մասը գմրմրթար լսելու համար ինչպես կրնալու որ այս մարդը այդ մաքսավորին դունը քնած,
Այդ մաքսավոր որ չար է, այդ մաքսավոր որ տրամներ գխլե, ուրիշներուն տրամները գխլե, ինչպես կրնալով որ այսպես այս բարի վարդապետը այդ մաքսավորի դունը քնած։ Եվ Քրիստոս ինչ կպատասխանի։ Գսե այս մարդը Աբրահամի որդի է, չարժե որ բրգվի։ Այո, ըրած է իր ամփարշնությունը, ըրած է իր անօրենությունը, բայց երբ որ բաղը հասած է, տեսեք հոս է նրբությունը։ Այդ ամփարիշտան երբ որ բաղը կա դարձի ապաշխարության, որուն համար նաև գավոթե արդարը, այդ ամփարիշտի դարձին համար, բացի եթե երբեք այդ ամփարիշտը համառորեն մնա իր այդ կեցվածքի մեջ, համառորեն մնա իր այդ սկզբունքներուն, համառորեն մերժե Աստծո տված արիթը փրկության։ Դա այնադեն է, որ անոր դունը պիտի գործանի չարության պատճառով։ Բայց արդար մարդը խոհեմությամբ, համբերությամբ, իմաստությամբ կսպասե ու գտիդե այդ տան գործանումին, թե ինչպես այդ դունը պիտի գործա, այլապես քիչ մնաց Սամոսներու բարերու նման, քիչ մնաց որ ես ալ սայտակիմ այդ երևույթը։ Ես ալ սկսեմ որդեքրել այդ ծևը կարծեք, այդ կյանքի ընթացքը։ Բայց երբ որ աստվածային իմաստությամբ կարաշնորհվիմ, եւ այդ իմաստությամբ նաև ցեր կծկեմ գիտություն, Աստծո կամքը գիտնալու, Աստծո ծրագիրը գիտնալու եւ իմանալու թե Աստված ինչ պատրաստած է յուրաքանչյուրին համար, ոչ թե միայն ամփարիշտին, ոչ թե միայն արդարին, այլ նաև ամփարիշտին ու արդարին։ Ով որ աղքատին աղաղակը չլսելու համար իր աղանջը կգոցե, ինք ալ պիտի աղաղակե ու իրեն լսող պիտի չլա։ Գիտեք ատեններ կմտածենք թե արդյոք Աստված ինչու երևույթներ կան հաճախ մեր ամենօրյա կյանքի մեջ, որ կհարցնենք թե Աստված ինչու այս երևույթները այլևս չի վերցնել մեջտեղը։ Տագավին կանանք։ Անոսը մեկը աղքատն ու աղքատությունն է։ Եվ մեզ կհիշեցնե այն հատվածը, երբ Աստված Իսրայելի ժողովուրդը դուրս պիտի բերեր Եգիպտոսեն, եւ իրենք առաջնորդեր դանելու համար միջև խոստացված երկիր։ Եվ այդ երկի ժամանակ, երբ որ դուրս պիտի գային, կհիշեցնե, կբադվիրե եւ գսե։ Երբ որ դուք երթակ հասնեք, մտնեք, ժարանքեք այդ խոստացված երկիրը, որ ոչ դուք ցանած եք, ոչ դուք պատրաստած եք, դուք պիտի երթակ միայն ժարանքելու այդ երկիրը, վայելելու այդ երկրի բարիքները, բայց գսե նաև հետևյալը, երբ որ մտնեք այդ խոստացված երկիրը, այնտեղ դուք պիտի հանդիպիք աղքատին, որբին ու որբևայրիին, եւ ես անոնք թիդմամբ ոնց կացեմ, որբեսի դուք, երբ որ գտնեք այնտեղ, որբեսի դուք դեր հոգ տանիք աղքատին, որբին ու որբևայրիին, այնպես ինչպես ես ձեզ հոգ տարի, երբ որ Եգիպտոսի մեջ եք եւ Եգիպտոսեն դուրս եկաք 40 տարի անաբադային թափառումներուն ընթացքին, ես ձեզ առաջնորդեցի։ Ուրեմն կնշանակե աղքատության ու աղքատին ներկայությունը երկրի վրա, եթե տակավին գա ճիշտ ամոր համար, որ երբ որ աղաղակե աղքատը, օգնության գարիք ունենա աղքատը, մենք կարենանք ցեր երկարելու, միշտ հիշելով, որ Աստվածան ինք մեզ համար ցեր երկարեց օգնության, առողջության, բժշկության։ Բայց երբ որ գսե աղքատին աղաղակը չլսելու համար աղանջներդ կփակես, ապա այնադեն նաև ես իմ աղանջներս կփակեմ գսե դերը, որպեսզի այս անգամ քու աղաղակը չլսեմ։ Եվ ադոր համար Քրիստոս կմեջբերե մարգարեին խոսքը գսե ողորմություն գուզեմ եւ ոչ թե զոհ, ողորմություն գուզեմ։ Այն ողորմությունը, որ ես ցուցաբերեցի ցեզի հանդեպ, նույն ողորմությունը դուք ցուցաբերեք ուրիշին հանդեպ։ Անոր համար որ երբ որ Քրիստոս կգանչե մեզ սիրելներ, անոր համար երբ որ Աստված ժողովուրդն ամբողջ գանչեց, իրեն ժողովուրդը լալու, ինչու գանչեց։ Որտեղ այդ ժողովուրդը շատ խելացի է, ոչ։ Որտեղ այդ ժողովուրդը յուրահատուկ է, ոչ։ Այլ Աստված գանչեց ժողովուրդը, ուզեց իրեն համար պատրաստել սեփական ժողովուրդը, որովհետեւ այդ ժողովուրդը ներկայացուցիչը դառնա երկրի վրա Աստծո, Աստծո ներկայացուցիչը երկրի վրա։ Եվ այդպես ալգսե Հռոմեացիներուն նամակի մեջ Պողոս Արաքյալ։ Դուք կանչվեցաք ինչու։ Աստված ձեզ կանչեց որպեսի լույս ըլլակ խավարի մեջ։ Աստված ձեզ կանչեց որպեսի առաջնորդ ըլլակ, որպեսի զասված ջանցնեք այդ մարդոց, բայց գսե դուք չրիք։
Նմթագարակը, դուք որտեղեցիք աշխարհի թրվածքը, փոխանակ դառնալու Աստծո ներկայացուցիչը աշխարհի մեջ։ Եվ աղասիկ արագած գիրքը նույն միտքը կփոխանցեն ես։ Եթե գսե աղանջը ուզեցիր փագել, չլսելու համար աղքատին աղաղակը, որ օգնության աղաղակ է, օգնության գանջ է, այնադեն գսե որ թուն գանջես, քեզի լսող պիտի չլա։ Որովհետև իդիկա բահը մենք օգնության գարիք ենք ունենանք։ Օգնության գարիքը սիրելը միայն նյութական դրամականի օգնության մասին չէ խոսքը։ Օգնության գարիքը միայն հացի ճուրի գարիքի մասին չէ խոսքը։ Այլ օգնության գարիքը նաև նշանակե փրկության գարիք։ Հոգևոր փրկության գարիք, մեղքերու քավության եւ թողության գարիք։ Եվ հիշենք աղքատ Ղազարոսի դրվագը պատմություն։ Երբ որ աղաղակեց, իրեն լսող եղավ, ընդհակառակը նույնիսկ եթե լսող եղավ, բայց պատասխանող չեղավ, այն իմաստով դառնալով Աբրահամի մի դեսեր հայր Աբրահամ, ես այստեղ գդարավին, գայրին, գադին մչուր, թող որ Ղազարոսը կա և թրջե շրտներս, որ գայրին, Աբրահամը մի դեսեր, մեր և ծեր միջև անտունդ կա, մտածել ու դա, որ մեզի դրված փարիկներ սիրեն է, որ մենք հաճախ օգտագործենք, որ մենք հաճախ վայելք ունենք այդ փարիկներում։ Փարիկներ, որոնք խորքի մեջ իրավես գուքան Աստծո եւ այդ փարիկները գուքան, այդ փարիկները կդրվին, որպես նաև մենք մաս եւ բաժին հանած ըլանք անոնց, որոնք իրենք եւս կարիքավոր են այսօր։ Որտեղ խորքի մեջ սիրեն է բոլորս ալ կարիքավոր ենք։ Վայ այն բանին Եվ որ ասենք, որ մենք ոյն բանի կարիքը չունենք։ Գնմանինք հայտնություն Հովանու կրքի մեջ եղած 7-րդ նամակը ուղված 7-րդ եկեղեցի։ Եվ Քրիստոս կսե, գհիշեցնե, դու գսե այսպես կսես, ես հարուստ եմ ու բանիմը կարիքը չունիմ, բայց Քրիստոս կսե, բայց դու խորքի մեջ ամենախեղջն ես, ինչով հարուստ ես, ինչով հարուստ ես, այն նույն հարուստությունը, որ թուն ունիս, խորքի մեջ կուգը չէ, դե երբ որ թուն գմեգնիս այս աշխարհեն, այդ ամբողջ հարուստությունը կմնա այստեղ։ Եթե կուգը դեր այդ հարուստությունը, պետք է որ քեզի հետ տանեիր, քեզի հետ տանես այդ հարուստությունը, ոս բայես ինչ ես, ոս որու բայես։ Եվ տեսեք, կհիշեցնե, թե որքանով մարդ արարածը, իր փոխ հարաբերության մեջ, մարդ հարաբերության մեջ, որքանով Աստծո ներկայացուցիչը դառնալու հրավեր գոչն է ստացած կամ իրեն դրված, որովհետեւ ստայնն ապրի նաև իր կյանքը։ Եվ դա պարզե։ Եթե կփորձենք այսօր մեր աղջիկները փակել աղքատի աղաղակին, ապա դեռ դիմաց, երբ որ մենք աղաղակենք, որպես Աստված լսե, այս անգամ Աստված իր աղջիկները պիտի փակե եւ պիտի չլսե մեր աղաղակը։ 14-րդ համար Կախնի բարգևը փառությունը գիչեցնե եւ ծոցը թրված ընձան սաստիկ կադավությունը կթատրեցնե։ Իմիջիալոց Աստվածաշունչ Մատյանը սիրեներ, մենք հաճախ երբ որ կգարտանք կուզենք կարդալ, միշտ ունենք այն դրամատրությունը, որ Աստվածաշունչ Մատյանը, որտեղ Աստծո գիրքն է, Աստծո շունչով գրված գիրք է, ապա կուզենք անոր մեջ տեսնել, այսպես ասած, ամեն ինչ լավը ներկայացված։ Հաճախ խորտ կտրվի, անհասկանալի կտրվի, դարօրինակ կտրվի, երբ որ այնտեղ մենք կգարտանք կամ կհանդիպենք այնպիսի արտահայտություններու, որոնք կարծեք շատ չեն համապատասխաներ Աստվածաշունչ Մատյանի այսպես ասած թրվածքին։ Բայց եկեք տեսեք, որ Աստվածաշունչ Մատյանը, որտեղ նաև Աստծո փրկության գիրքն է, այն խոսքով Աստծո պատրաստած փրկության ծրագրի գիրքն է մեղավոր մարդուն համար, ուրեմն կնշանակի Աստվածաշունչ Մատյանը նաև մեզի կներկայացնե Աստծո պատրաստած փրկության ծրագրի կողքին, որուն համար պատրաստված այդ փրկության ծրագիրը, եթե ոչ մեղավոր մարդուն համար, ինքնած անգյան մարդուն համար։ Ուրեմն նաև Աստվածաշունչ Մատյանը
մեզի կներկայացնե մարդ արարածը այնպես ինչպես որ է եւ կա իր ինգած վիճակի մեջ իր դարօրինակ մտածումներով իր չարությամբ իր զարդուղի ընթացքով եւ հետեւաբար այս համարը 14-րդ համարը գուկա հիշեցում մնե որ գնե եւ կներկայացնե մարդկության դրամապանությունը մեզի կներկայացնե մարդկության դրամատրությունը եւ ըստերիկը ինչն է քախնի բարգեւը ինչ կնե զայրույթը փառությունը գթատրեցնե գմեղմացնե եւ քախնի այսպես ասած այդ ընձան այդ բարգեւը ինչի մասին է խոսքը գաշակի մասին է խոսքը այսինքն քախնորեն դրված է բանը որ ոյ մեկը չիմանա եւ հանկարծ այդ գաշարկը նաեւ ինչ կնե այդ փարգացած կացություն այդ վիճակը գրնա մեղմացնե սա չի նշանակել որ արագած գիրքը գքաչալերե այդ գաշարագերությունը կամ գաշարկի հասկացությունը այլ մեզի կներկայացնե մարդկային թրվածքի եւ դրամապանությունը եւ դրամատրությունը թե հաջող մարդարարածի մտածելակերպը եւ անոր արարքները նաեւ ինչ կրնաննել եւ ինչ կրնաննել եթե գադաղի վիճակ մգա գացություն մգա գաշարկը այդ գադաղի վիճակը կրնա մեղմացնել թատրեցնել եւ այս իսկ է մարդուս դրամատրությունը եւ դրամապանությունը որ հաջող կորձեր ծրագիրներ որոնք չեն իրար գնալ չեն հաջողություն գտնել հաջող կփորձեն ինչն է գաշարել որտեղ նաեւ մարդարարածը պատրաստակամություն ունի ցեր ցկելու այսպես զած այդ գաշարք ցավոք սրտի հատված ինքնին ուրիշ բան չէ եթե ոչ ներկայացնելու մեզի ով է մարդը եւ հաջող անոր արարքները ինչպիսին է մարդկային դրամապանության համաձայն լուծումներ գտնող հիշենք Քրիստոսի իսկ գոմե բազմված ներկայացված անիրավ դնդեսին արագը եւ որ կանչեց իր դանոդիրոջ բարդաբանները ասելով քանի բարդ ունիս քրեասկան իմ դիրոջս քանի բարդ ունիս քրեասկան եւ Քրիստոս ինչ կպատասխանի ավարտին աշխարհի որդիները ավելի գիտուն են քան լույսի որդիները այսինքն մարդկային դրամատրությունը եւ մարդկային դրամապանությունը մարդկային խորհուրդները եւ խորհուրդները հաճախ այնպիսին են որ դժվարին պայմաններում մեջ ինչեր կրնան իբրև հնարքներ դուրս բերել սակայն երբեք չի նշանակել որ ճիշտ ցևը կրնա լալ այդ երևույթը այլ այստեղ կներկայացնեն մեզի մարդուս տրվածը այնպես ինչպես որ գա մարդը կշարունակենք 15-րդ համար իրավունք ընելը արդարին համար ուրախություն է մինչ անիրավին համար տանջանք արդյունքի հետևանքի մասին է խոսքը արդար մարդը երբ որ իրավունք կնե եւ որովհետեւ նաեւ իրավունք է սորված այդ իրավունք կնելը արդարորեն ապրիլը ճշմարիտ արդարեն է որ կսորվի եւ որովհետեւ նաեւ արդար մարդուն կյանքը աստվածային իմաստությամբ է որ գարաշնորհվի հետեւաբար նաեւ իր արարքները որ իրավունք ընելու ուրիշին իրավունքը բահելու բահբանելու եւ ուրիշին իրավունքը տալու հասկացողության մեջ նաեւ ինքը ինչպիսի վիճակ ունենա եթե ոչ ուրախության վիճակ միջ այդ անարդարին համար անօրենին համար այդ երևույթը ինչ երևույթ է դանչանքի վիճակ է դանչանքը նաեւ իմդի ունի քալիքի մեջ որ դերը ինչ կպատրաստե յուրաքանչյուրին ոչ թե միայն արորիային երկրավորին այն նաեւ քալիքին անորամալ արդարին համար այդ իրավունք դալը իրավունքը պաշտպանելը ուրախություն է ինչու ուրախություն է ոչ թե միայն երկրավորին մեջ այլ նաև ուրախություն է քալիքի մեջ որտեղ գիտե նաև իրեն համար ինչ պատրաստված է իբրև հատուցում մյուս կողմը նաև անարդարին համար անիրավին համար գիտե իրեն համար ինչ պատրաստված է եթե ոչ դանչանք
Եվ այդպես ալ կներկայացնե Քրիստոս։ Ավարտին կսե ինչ տեղի պիտի ունենա։ Ինձի եկեք դուք հորս օրհնածները եւ ժառանգեցեք աշխարհի սկիզբեն ի վեր ցեզ համար պատրաստված արքայությունը, իսկ մյուսներուն համար ինչ պիտի ասե։ Հերացեք ինձ մեն, որովհետեւ ես ցեզ չեմ ճաշտար, եւ հերացեք թեպի ուր որ ուղությամբ, հոն որ խավար եւ ագրաներու գրջդում կա։ Այլ խոսքով հավիդենական դանչանքը, հավիդենական ուրախությունը, հավիդենական կյանքը եւ հավիդենական դանչանքը։ Եվ անոր նախաճաշակը այս երկրավոր կյանքեն սկսյալ։ Նախաճաշակը այս երկրավոր կյանքեն սկսյալ։ Կշարունակենք։ Խոհեմության ջամփայեն մոլորող մարդը մերելներու ժողովին մեջ պիտի բնակի։ Խոհեմության ջամփեն մոլորող հերացող մարդը մերելներու ժողովին մեջ պիտի մնա։ Սիրելիներ, բոլորս ալ մարդ արարած որպես ինչպես Բողոս առաքյալը պիտի ասե, խավարի մեջ էինք, Քրիստոսի կառույցով մեզ կանչեց խավարեն լույսի, անկիդութենեն քիդության, արդարության, սրբության, մեղքերու քավության եւ թողության, հավիդենական կյանքի ժառանգության, այլ խոսքով խոհեմության, իմաստության։ Եվ այստեղ գզգուշացնեն, գսե այդ մարդը, եթե խոհեմության ջամփեն մոլորի, անդամը որ կանչված ենք մենք, մոլորած էինք արդեն, խավարի մեջ էինք արդեն, երբ որ մեզ կանչեց, թեպի իմաստություն, թեպի խոհեմություն, եւ սակայն այսական գզգուշացնեն, որ չլա թե մոլորիմ, շեղիմ, հերանամ այդ ջամփեն, եւ անգամը որ հերանամ այդ ջամփեն, գմատնվիմ, ինչի, մերեններու ժողովի մեջ մնալու։ Եվ մերեններու ժողովը, ինչ կհասկացվի մերեններու ժողով։ Մերեններու ժողով, ուր այլևս հոն կյանքը չկա։ Այդ հավիդենական դանչանքի վիճակն է, այդ հավիդենական մահվան վիճակն է։ Այլևս հավության, եւ ադիկա մեզ իմիջանոց կհիշեցնե Քրիստոսի խոսքերը։ Կսե անգամը, որ մաքրվեցար, սրբվեցար, այդ դեղը գսե հարդարված պատրաստ այդ դեղը բարակ թադարկ մի ցկեր, որտեղ գսե քեզ մեն դուրս ելած այդ թևը, երթա անչորտի գվդդի, երբ որ գտեսնե դեղ չկա, իջևանելու, իր հետ կվերադառնա այն դեղը, եւ գտեսնե հարդարված, զարդարված, երթա գսե իր հետ կբերե 7 նավադիը։ Եվ այս բոլոր գիշեցնեն, որ մինչև վերջ հասցնելու, այսպես ասած, այս ընթացքը, եւ որքան առավել եւս մեզ գզգուշացնե եւ գիշեցնե, որ պատրաստ արդուն ըզգաստ ըլլալու, որպեսզի հանգարտ չինալու այդ փորձության մեջ։ Տեսեք անգամը որ կանչվեցանք, որքան զգուշ պետք է լանք, որ այդ կանչված ըլլալու այդ գոչումը ամուր հաստատուն բահած ըլլալու, այլևս տեսեք ինչ տեղի ունենա։ Մերեններու ժողովին բնակիչ դառնալու եւ այդ ժողովի մեջ մնալու եւ այլևս հույսը չկա դուրս գալու, որտեղ արդեն մեռած էինք, Քրիստոսով կենդանացանք, գործված էինք, Քրիստոսով գտնվեցանք։ Եվ տեսեք նախապայմանը այդ է, գսե անգամ որ այդ խոհեմության ջամփի մեջն ես, բայց հանգարտ եթե այդ խոհեմության ջամփեն հեռանաս, մոլորիս, մերեններու ժողովի մեջ մնալու այդ վիճակն է, որ հետևանքը գլա։ Հաջող այս երևույթին կհարցվի, անգամը որ Քրիստոսը ջանցան, ինչպես կրնա ըլլալ, որ մոլորին կա ջամփեն։ Հետաքրքրական հարցում է մտածել ուտամեսի։ Մեր միտքը ուկա սերներ Քրիստոսի պատմած արագը սերնացանին, որ 4 դարբեր դեղերու մասին կխոսի։ Սերնահատիկի պրև ասո խոսքը, որ գհրավիր է մարդս, խավարեն լույսի։ Սակայն կսա այդ սերնահատիկի երբ որ ջամփու եզրին ինա, թրջուններ գուկան և գուտեն։ Նմանցնելով չարը, որ գուկա և գուտե, թույլ չի դար, չարն ուներ, չի ծկեր, որ այդ սերնահատիկը դեղ գտնե, որպեսի աջի։ Երկրորդ տարբերակը, երբ որ փուշերու մեջ գինա, քիչ մգաջի, բայց այդ փուշերը ինքը գխեղտեն։ Երրորդ տարբերակը ավարաժոտ, ժայռոտ դեղի վրա, որ շատ խորունկ հողի բաժին չունի, հազիվ գաջի, հազիվ իդի մեծնա,
Արևու ջարակայտը դակությունը կչորցնեն զինքը եւ չեն ցկեր որ իր բդուղը դա։ Ուրեմն դեսեք քրշեն տարբերակներ կան։ Իսկ 4-րդ տարբերակը բարարդ հողն է, որ երբ որ գինա այդ սերմադիկը մեկի փոխարեն դալու 30, 60 եւ 100 ավադիկ։ Եվ հետեւաբար նաեւ երբ որ խոհեմության կանչված եմ ես, իմաստությամբ ապրելու, որքան զգուշ պետք է լան, որ հանգարց փուշեր չլան իմ շուրջս, որոնք խեղդեն այդ սերմադիկը։ Հանկարծ այնպեսին չլա, որ Աստծո այդ խոսքը, Աստծո այդ իմաստությունը առած ըլլամ ես այնպես մը, որ ապարաժոտ ժայռով դեղի պես վիճակս, ուր բավարար հող չգա, որովհետեւ այդ սերնադիկը իր արմատները նետե։ Այստեղ եւս կհիշեցնե, որ զգուշ եթե հանգարց պատահի, որ մոլորի, որքան գիշեցնե մեզի, որ մնայուն աղոտ կընենք մենք, որ Աստված մեզ ինք մնայուն առաջնորդ է, որ չլա թե մոլորինք, գրնանք մոլորիլ, այո գրնանք մոլորիլ։ Եվ Քրիստոս հստակորեն գսել, ժամանակներ պիտի կան, որ եթե երբեք նույնիսկ, հստակորեն գսել, որ եթե երբեք նույնիսկ գարելի եղավ ընդրյալներն ալ մոլորեցնելու, պիտի մոլորեցնե։ Բահեր պիտի կան, ժամեր, ժամանակներ պիտի կան, ընդրյալներն ալ մոլորեցնելու, պիտի մոլորեցնե։ Ուրեմն ինչ կբաղանջելի։ Ինչու է որ Պողոս առաքյալը կոչ կուղե։ Մնայուն ծեր վրա արեք Աստծո սպառազինությունը։ Ինչու է որ Պողոս առաքյալը գսել, մեր պատերազմը երևույթ ընդհանրակը աներևույթ թշնամին թեմն է։ Երևույթ թշնամին թեմը չէ, աներևույթ թշնամին թեմն է։ Ուրեմն ծեր վրա արեք մնայուն Աստծո սպառազինությունը, որպեսզի կարենանք թեմ տնել չարին արձակած բոլոր տեսակի մխածողները։ Ձեր վրա արեք սաղավարտը, սուրը, վահանը, գոշիկը, գոդին, սուրբ հոգին, Աստծո խոսքը, որպեսզի թեմ տնեք այդ բարի պատերազմը պատերազմեք։ Ինչու գսե Պողոս առաքյալը։ Ինչու իր աշակերտին քրասնամակի ավարտին գսե ես բարի պատերազմը պատերազմեցա, հավատքս բահեցի, ընթացքս ավարտեցի եւ հիմա կսպասեմ արտահայտության բսագին։ Ինչու հավատքս բահեցի, ընթացքս ավարտեցի։ Ուրեմն ընթացքը գա որ պետք է ավարտել։ Հավատքն է որ պետք է մինչև վերջ բահել։ Պատերազմն է որ կպատերազմենք եւ այդ պատերազմի վիճակն է որ մեզի ցույց կտա որ այդ հավատքը պիտի կարենանք բահել կամ ոչ։ Այդ պատերազմի վիճակն է որ մեզի ցույց կտա այդ ընթացքը պիտի ավարտենք կամ ոչ։ Եվ սակայն ինչպես պատերազմենք այդ պատերազմը, երբ որ մեր վրա չենք առնել Աստծո սպառազինությունը։ Ուրեմն կհիշեցնե, կզգուշացնե, որ եթե երբեք հանգարց շեղինք, մոլորինք խոհեմության ճամփեն, ինչ է որ կսպասվի, եթե ոչ մերեններու ժողովի մեջ մնալ։ 17-րդ համար ուրախություն սիրողը գարոդության մեջ գինա, քինին ու յուղը սիրողը չի հարստանալ։ Սիրելիներ բոլորս ալ որպես մարդ արարած ցանկություն ունենք, փափակը ունենք, որ յուրաքանչյուր մարդ ունենա կյանքը փարոր, անպայման չսենք հարուստ, բայց փարոր կյանքը, հաճող կյանքը, լավ կյանքը, հանգիստ կյանքը։ Բոլորիս փափակն է։ Մեկը պիտի չուզե աղքատ, մեկը պիտի չցանկա աղքատանալ կամ աղքատ լալ կամ աղքատ մնալ, եւ բոլորիս ճիկը այդ է, չէ՞, փարոր կյանք ունենալու, լավ կյանք ունենալու, հաճող կյանք ունենալու, առողջ կյանք ունենալու։ Բայց 17-րդ համար այստեղ մեզ կհիշեցնե ուրախության հետամուտ եղող, ուրախությունը սիրողը գարոդության մեջ պիտի ելա, քինին ու յուղը ցանկացողը, սիրողը, ուզողը պիտի չհարստանա, աղքատ պիտի մնա։ Այս երկու երևույթներն ան, քինին եւ յուղը արտահայտությունն են փառքաված կյանքի, փարոր կյանքի, դակավին չսելու համար շռայլության։ Ուրեմն հիշեցում մնե, որ այդ ուրախությունը, որ նույնիսկ եթե կցանկանք եւ տեսեք ինչ կսե, ուրախությունը սիրողը, որ առաջնահերթություն ենք վերածած, մեր ամբողջ միտքը, մեր ամբողջ կենտրոնացում անոր վրա ենք դրած, փոխանակ տնելու Հիսուս Քրիստոսի վրա, եւ հաճախ մոռնալու սահմանները, մինչեւ ուր կրնանք երթալ այդ ուրախության մեջ,
Մինչև ուր կրնանք երթալ այդ քինիին եւ այդ յուղին այդ ցանկությանը մեջ։ Որտեղ այդ բոլորը մեզ կրնան դանի աղքատության։ Աղքատության։ Հիշենք քիչ առաջվա խոսքը 7-րդ նամակը ուղղված 7-րդ եկեղեցիին, Լավոդիկեի եկեղեցիին։ Գսես հարուստ եմ, ես բանի բգարիքը չունիմ, բայց ասեմ քեզ Հիսուս Քրիստոս, դու խեղճ ես եւ աղքատ։ Տեսեք, արդյոք հարուստ ենք, ճիշտ է, արդյոք ամեն ինչ կրնանք ունենալ։ Բայց մեր ներաշխարհը, մեր հոգևոր կյանքը անոնամար գարոդություն ունի։ Ինչի գարոդը պիտի ունենա գսե։ Ուրախությունը սիրողը գարոդության մեջ պիտի նա։ Ինչ բանի գարոդը։ Ճշմարիտ ուրախության։ Մույս ուրախությունը ժամանակավոր ուրախությունն է։ Ամեն օր կուզենք ուրախ կյանք ունենալ։ Ամեն օր կուզենք դեղ մի երթալ ուրախ ըլլալ։ Բայց սակայն Բողոս առաքյալը տեսեք ինչ կսե։ Ուրախ եղեք, դարձյալ գսեմ ուրախ եղեք, երրորդ անգամ գսեմ Բողոս առաքյալ, դարձյալ ուրախ եղեք, բայց ինչով ուրախ եղեք։ Հիսուս Քրիստոսով ուրախ եղեք։ Այսօր մենք ինչ բանի մեջ կփնտրենք, կուզենք գտնել սիրելիներ ուրախությունը։ Ինչ բանի մեջ կուզենք գտնել ուրախությունը, փնտրել ուրախությունը։ Հագուստ գավուստի մեջ, լավ օթոներ, լավ դուներ ունենալու մեջ, մեծ օթոներ, մեծ դուներ ունենալու մեջ, լավ, ինչ գիտեմ, հաջողություններ, գործեր ունենալու մեջ, երգամ Հիսուս Քրիստոսի մեջ։ Առաջինն է կարծեմ։ Եթե լավ հանդեսներ ներկայացան, ուրեմն ուրախ ենք։ Լավ իննաշարժի, լավ դան մեջ, լավ գործի մեջ, հարստության մեջ, ուրեմն ուրախ ենք։ Որքի մեջ ուրախ չենք։ Ուրախ չենք, տակավին բարապություն մգա մեր մեջ։ Տակավին բարապություն մնա մեր մեջ։ Եվ անորամար է, որ Սամոսներում մեջ ասված է, իմ հոգիս միայն քեզմով իր հանգիստը կգտնե։ Միայն Աստուծմով իր հանգիստը կգտնե։ Որտեղ ամենալավ հանդեսները, ամենալավ ցերնարկները գնահատելի են, լավ են, բայց ճշմարիտ ուրախություն չեն տալ։ Ամենալավ քինին, ամենաշռայլ կյանքը ուրախություն չի տալ։ Անորամար է, որ եթե քինիմը կտանք, որ ուրախացնե մեզ, հանգարց ուրիշ քինիմը հրամցնենք, հանգարց ադկա կմորնանք լույսին երթալ։ Լավ դունը կգտնենք, ուրախ ենք այդ դունով, հանգարց ավելի լավը կգտնենք, անոր երթանք։ Սա ինչ կնշանակի։ Ուրեմն կնշանակի դակավի մեր հոգիները իրենց հանգիստը չեն գտած ու չեն գնար գտնել, մինչև այնադեն, որ Աստուծմով եւ Աստուծո մեջ չեն գտնելու համար իրենց ճշմարիտ ուրախությունը։ Այլապես ասենք մնայուն, պիտի աղքատ մնաս, պիտի չհարստանաս, որտեղ աջախ կսենք, այս մարդը հարուստ է, հարստության չափանիշը որն է, ինչն է, $1 բիլիոն ունեցողը հարուստ է, ուրիշն ունի 5, ուրիշն ունի 50, ուրիշն ունի 100, ուրիշը հետո կրնա ունենալ 200, ուրեմն ինչն է չափանիշը։ Ինչ է չափանիշը։ Եվ ավելորդ տեսեք արագացիքը հստակորեն կան եւ գսե։ Հստակորեն կան եւ գսե։ Աղքատես։ Աղքատես։ Խեղճես։ Այդ աղքատությունս եւ այդ խեղճությունս ճշմարիտ ուրախության եւ ճշմարիտ հարստության կվերածվի միայն Հիսուս Քրիստոսով։ 18-րդ համար ամփարիշտը արդարին համար ու անորենը ուղիղներուն համար փրկանք է։ Ամփարիշտը եւ անորենը արդարին եւ ուղիղ մարդուն համար փրկանք է։ Այս համարը վիշեցնե եւ կսորվեցնե մեզի, որ արդարը եւ ուղիղ մարդը եթե պահեց իր այդ ընթացքը, Աստվածը զինքը պահե, պիտի պահե ավարտի համար։ Եվ մյուս կողմը արդարին եւ ուղիղ մարդուն համար, տեսնելով ամփարիշտին եւ անօրենին վիճակն ու վախճանը, իրեն համար կդառնա նաեւ փրկություն։ Ինչպես որ քիչ առաջ խոսքն էր։ Ոչ թե կնշանակի արդարն ու ուղիղ մարդը ուրախանան։ Գիտեք հաջող մարդկային հոգեբանությամբ որ տեսեք, ամփարիշտն ու անօրենն է, շատ լավ է, այլ իմաստով չէ, այլ սեր գուսե, արդարն ու ուղիղ մարդը տեսնելով այդ ամփարիշտին ու անօրենին ավարտը, վախճանը, ինչպես Սամոս 2-ի մեջ ասավ մեր այսօրվան,
Այս բոլորը ես չգրցա հասկանալ, ինչպես կարելի է որ ամփարիշտ եւ անօրեն մարդը հանգիստ կյանք ապրի եւ ընդհանրակը օրեր իրենց հարստությունն աթիզեն, գսե չհասկացա այս բոլորը։ Օրեր դրամատրեցի, մտածեցի այդ բոլորի մասին, չհասկացա, չմբռնեցի։ Միայն երբ որ սրբարանը մտա եւ ինձ ցույց տվիր, թե ինչ կպատրաստվի անոնց համար, ինչ պատրաստված է անոնց համար, նաեւ ինչ պատրաստված է արդարին եւ ուղիղ մարդուն համար։ Եվ հետևաբար հիմա մեզի կմնա որ խումբին գուզենք մասնագիտ կամ անդամ դառնալու։ Այն խումբին, որ ուզե աստվածային իմաստությամբ առաջնորդվի, կամ այն խումբին, որ գմերջի աստվածային իմաստությունը եւ գահենի, գվստայի, գեհդեվի մարդկային գիտության, մարդկային դրվածքին, աշխարհիկ դրամատուրգիան եւ դրամապանության եւ ասելու համար մենք ամեն ինչ կրնան գնել, մենք ամեն ինչ կրնան ունենալ, մենք ամեն ինչ արդեն ունենք, բանի մնա կարոտ չենք մենք։ Բայց արագած գիրքը կսե, անօրենին ու ամփարիշտին ավարտը կդառնա իբրև փրկանք, փրկության առիթ, ուղիղ մարդուն եւ արդարին։ 19-րդ համարի միջայլոց 9-րդ համարի նույն 21-րդ գլուխ 9-րդ համարի մեկ տարբերակն է։ 9-րդ համարը ինչ որ անցած շաբաթ մենք փորձեցինք տեսնել։ 9-րդ համարը գսեր ավելի լավ է դանին, դունին, դանիքը ապրիլ, քան թե դան մեջ եւ այս անգամ մեծ դունի մեջ, ուր այնտեղ գաբրի նաեւ գրվազանգինը։ Իսկ այստեղ 19-րդ համարը գսե ավելի լավ է անաբատ երթալ հոն ապրիլը, քան թե գրվազան ու փարգացող գնոջ հետ ապրիլը։ Այս երկուքը նույն միտքը կարտահայտեն՝ ի դարբերություն 9-րդ համարը դակամի նույն սահմաններու մեջն է։ Դունը գա, բայց դունին դանիքը ելնելու եւ դունին դանիքը անձնականին փորձեցինք տեսնել որպես հաջողել որ դունի դանիքը ելնեին այնտեղ աղոթքի պահ ունենալու համար։ Բամը հերանալու այդ տան մտնոլորտեն, ուր գրիվի, փարմության, թշնամության վիճակը գա, հերանալու այդ վիճակեն, այդ գացութենեն եւ նվիրվելու ինչի աղոթքի։ Իսկ այստեղ 19-րդ համարը քիչ ավելի անտին գերտա եւ ընդհանրապես այդ դունի միջավայրեն ոչ թե միայն քիչ մը գեհերացնե թեպի դանիքը հանելու, այլ ընդհանրապես այդ դունեն գեհերացնե երթալու եւ անաբատ քաշվելու։ Եվ որել է նաեւ այդ անաբատը այն դեղն է առանցնության Արավել եւս Աստծո հետ լալու եթե ինչպես որ հաջող մենք գիտենք կամ գկարտանք եկեղեցական հայրեր անցյալի մանավանդ անաբատական որոնք անաբատներու մեջ ապրած էին այնպես ինչպես Աստված այդ ժողովուրդը ամբողջությամբ 40 տարիներ անաբատային թափառումներու մեջ են անցուց եւ ինչ էին այդ բոլորը ինչու էին այդ բոլորը որտեղ անաբատը նաեւ դարձած է ինչի դեր փորձության վայր գրնա ալլալ այդ անաբատը Ինչպես որ Քրիստոսի բանակային երբ որ մգրդվեցավ ասե Սուրբ Հոգիով անաբատ դարձավ եւ այդ անաբատը ինչն է անաբատը ընդհանրապես կնշանակի այն տեղը ուր մարդիկ չեն ապրի աբատ անաբատ ոչ բնագելի վայր կնշանակի անաբատ բայց այդ ոչ բնագելի վայրի մեջ մարդ արիտ ունենա թեկուզ եթե փորձություններով մեջ են պիտի անցնի եւ գրնա անցնել սակայն ինչի նվիրվել առավել եւս Աստծուն նվիրվելու եւ հերու մնալու ինչ են այդ գրիվեն, այդ փարմութենեն, այդ թշնամութենեն։ Եվ հետաբար ավելի լավ է, ոչ թե միայն դանիք ելնելու, այլ ընդհանրապես հերանալու այդ վիճակեն։ Գիտեք արտահայտություն մը կգսեն, որքան հերու այնքան լավ, որքան հերու այնքան լավ։ Եվ այս բառակային ինչ են հերու, չարեն հերու, չարիք են հերու։ Եվ ատորամարալ, եւ որ գսե դիրոջ երկյուղը ինչն է, չարեն հերու գեցիր, արի մի դար չարին։ Որքան հերու երթաս չարեն, եւ սակայն թեպի որ ուղությամբ երթան, չարեն հերու, բայց թեպի Աստված երթան, Աստծո ավելի եւս մոդենալու նպատակով։ Վերջին հատվածը մեր այսօրվան սերտողության 20-րդ համար իմաստունին բնակարանի մեջ ցանկալի քանց եւ յուղ գտնվի, բայց անմիտ մարդը իր ունեցածը գկլտե։ Գիտեք արագները ճիշտ ասորամար են Փոքր հատվածներ արտահայտություններ են եւ սակայն խորունկ իմաստ ունի։ Իմաստուն մարդուն դան մեջ, դունի մեջ, քինի եւ յուղը, քանց եւ յուղը, հարստություն եւ յուղը։ Յուղը օրհնությունն է, քանցը հարստությունն է։ Իսկ անմիտ մարդուն բարակային իր այդ ունեցածը գսե շուտով կգլե։
Գնշանագե դերը ինք, երբ որ իմաստությամբ կարաշնորթվին ես, աստվածային իմաստությամբ կարաշնորթվին, նույնիսկ երկրավոր այս կյանքի ընթացքին ինձի գուտա նախաճաշակը, վայելքը, իր օրհնության եւ այդ նյութական հարստության մեջ են իմաստուն մարդը կտեսնե, որ այդ նյութական հարստությունը խորքի մեջ ուրիշ բան չէ, թե ոչ աստվածային օրհնություն է։ Եվ գիտե ստայնում արժևորել այդ դրված օրհնությունը, եւ սակայն անմիտ մարդու բարակային այդ հարստությունը որպես ինչ նկատի ունենա, որպես հարստություն իր կարողություններով ցերծված, իր հաջողություններով ցերծված եւ ինչ կսե, բայց անմիտ մարդը իր ունեցածը գուտա, այսինքն գվատնե առանց անդրադառնալու, որ այդ դրվածը այդ հարստությունը եթե դրվեցավ, ոչ թե դրվեցավ բարձրապես վայելքի համար, վայելենք, բայց իմաստուն մարդը այդ դրվածին մեջ կտեսնի աստվածային օրհնությունը, աստվածային ներկայությունը, եւ ըստայնն կդնորինե եւ կտնտեսե այդ դրվածը անմիտ մարդու բարակային, երբ որ չունի այդ իմաստությունը, գունենա այդ հարստությունը, գունենա այդ օրհնությունը, բայց չունի այդ իմաստությունը, որպեսզի ստայնն նախ ամեն բանի առաջ շնորհակալություն հայտնելու Աստծո, այդ դված բարիքներուն համար, եւ ասելու համար դուր ինձ իմաստությունը, որպեսզի այդ իմաստությամբ կարենամ տնտեսել այս բոլորը, կարենամ հասկանալ այս բոլորի նպատակը ինչու դրվեցա։ Բայց հաճախ մենք մեր առօրյա կյանքի մեջ տարբեր վիճակները կրնանք անցնել կամ անցած ենք։ Բանը մեր ծնողները աղքատ էին, գործի հաջողություններով մենք ունեցանք որոշ հարստությունը։ Եվ սակայն այդ հարստությունը ինչպես օգտագործելու, այդ հարստության մեջ ինչպես տեսնելու Աստծո օրհնությունը եւ ինչպես դնդեսելու այդ բոլորը։ Եվ մանավանդ չմոռնալու, որ այդ աղքատությունները դու երբ որ հասանք խոս, հիշենք քիչ առաջվա խոսքը, աղքատին, աղաղակը նաև լսելու, որպեսզի ավարտի նաև մեր աղաղակը լսվի Աստծո կողմէ, եւ որ կգանչենք զինքը փրկության, մեղքերու քավության եւ թողության համար, իր ողորմությունը խնդրելու համար։ Հետևաբար թող իրապես, ինչպես Սերդողությանը սկիզբին ասինք, այս արագները, այս իմաստուն խոսքերը արիտ ըլլան մեզ մեր յուրաքանչյուրին, ոչ թե բարձավես ուսումնասիրելու, սերդելու, տեսնելու համար, թե անցյալին ինչ լավ խոսքեր ըսված են, այլ այս խոսքերը իրավես դառնալու հոգևոր սնունդ, որպես մեր հոգիները անով սնվին, մեր հոգիները անով աճին, մեծնան, պատրաստ ըլլան Քրիստոսի երկրորդ քալուստին, որում քալուստը, ինչպես ինք պիտի ասե, քողի պես է սիրելներ, ոչ ոք գիտե օրը, ժամը, բահը, եւ որովհետեւ այդպիսին է, որքան առավել եւս կբահանջվի, որ արդուն պատրաստ զգաստ ըլլանք, որպեսզի երբ որ ալքա, ինչպես ինք արագի ճամփով պիտի ասե, ով է այն ծառան, որ երբ որ դանուդերը կա, դում վերադա, դում կա, տեսնե որ ծառան քնացած է, այլ ընդհակառակը ճշմարիտ ծառան այն ծառան է, որ արդուն կսպասե իր տիրոջ քալուստին։ Թող որ մեր ալ վիճակը, հակառակ մեր այսօրվան գացության, այսօրվան թրվածքին, այսօրվան անորոշության, վախին ու սարսափին, ինչպես շաբթվան տարբեր օրերը կան, չէ, որոնք անուններ ունին, գիրագին, երկուշաբթին, չորեքշաբթին, հինգշաբթին, կարծեք այդպես ալ եղած է, ամեն օր նոր անունը համաճարակով դուրս կուկանք եւ կսկսենք խոսիլ այդ մասին։ Այդ բոլորը մեկտի ցկած իբրև ծառաներ պատրաստ ըլլանք Քրիստոսի երկրորդ քալուստին։ Մանավանդ երբ նույնիսկ երբեք չենք գիտեր օրը եւ ժամը, ադիկա կարևոր չէ այնքան, որքան կարևոր է մեր պատրաստ ըլլալը, երբ որ կա մեզ պատրաստ գտնե այդ վիճակի մեջ,
Եվ թող որ այս սերտողությունները իրապես արիթ լան մեզ մեր յուրաքանչյուրին, այդ պատրաստություն ունենալու, արիթ լան այս սերտողությունները, մեր հոգիները իրենց սնունդը ունենալու եւ ըստ այն պատրաստվելու։ Եվ երբ որ կա Փրկիչը, երբ որ կա Քրիստոսը հաղթական ամբերու վրա բազմած, մենք կարենանք թիմավորել զինքը, որովհետեւ իր հետ նաեւ ժառանգորդները դառնալու հավիտենական կյանքի։ Աղոթենք։ Բաբան ամենայնի Քրիստոս աչքո Հովանի լիցի վերամեր։ Իդվե եւ քիշերի նստիլի դանի քնալի ճանապարհին ընչել եւ իհարնել զիմ երբեք սասանեցած։ Եվ որ միակ արարածոց եւ մեզ սպասմամեղացս։